հնարավորություն ունենաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների ֆինանսական ոլորտում։ Սիրելի այծելջուրներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն, հնարավորություններ, նոր ձեռքբերում, նոր աշխատանք, նոր պաշտոն, աշխատավարձի բարձրացում, ձեր սեփական աշխատանքը, ձեր սեփական բիզնեսը ունենալու հնարավորություն։ Սիրելի այծելջուրներ, դուք նաև հնարավորություն կունենաք ձեր նախասիրությունը ձեր խոբին դարձնել ձեզ համար ֆինանսական հոսքեր բերելու հնարավորություն։ Սիրելի այծելջուրներ, եթե նույնիսկ կար ֆինանսական խնդիրներ բանկային համակարգի հետ, դրանք բոլորը լուծվում են։ Խնդիրներ եթե կար նույնիսկ իրավական ֆինանսական պրոբլեմներ կար, սիրելի այծելջուրներ, դրանք բոլորը լուծվում են։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների անձնական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, սեր, միություն, սիրո առաջարկություն, ամուսնության առաջարկություն։ Եթե նույնիսկ ամուսնացած են մեր սիրելի այծելջուրները, ձեր երեխաների կյանքի մեջ է ցույց տալիս հաջողություն։ Հնարավոր է երեխան ինստիտուտ ընդունվի, հնարավոր է երեխան ամուսնանա, հնարավոր է թոռնիկի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում մեծ հաջողություններ է, ոչ թե փոքր երազանքներ, այլ մեծ հաջողություններ է եւ մեծ հնարավորություններ է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի այծելջուրներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր։ Եթե նույնիսկ վախեր կան, պրոբլեմներ կան, վախեր կան, որ ինչ-որ ուժեղ խնդիրներ կա, այդ վախերը ամբողջովին փարատվում են։ Առողջացում եւ լավացում, առողջական ոչ մի խնդիր չկա։ Կկատարվի արդյոք ձեր